այս թեմայի մասին, հարգելի բարեկամներ, պետք է պարբերաբար խոսել, որովհետև հենց այստեղ է, որ թաքնված է շահան գլուխը։ Ուրեմն 2019 թվականին Համեկ Պլյուսին հարցազրույց է տալիս Կարեն Դեմիրճյանի ընտանիքի ներկայացուցիչը դատարանում հոկտեմբերի 27-ի գործով եւ ասում է հետեւյալը, որ անցել է 20 տարի եւ ինքը կարող է օրենքով սահմանված կարգով որոշակի գաղտնիքներ բացել քրեական գործի հետ կապված, մոտավորապես եմ մեջ բերում, իմաստն եմ մեջ բերում եւ փաստաբանը ասում է Նայիրի Հունանյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։ Եվ տպավորություն էր, որ կեղծ տպավորություն, առաջին հայացքից տպավորություն, միամիտ մարդու մոտ կարող էր տպավորությունը ստեղծվել, որ ահա լրագրողները այդ միտքը վերցնելու են, սկսելու են ուսումնասիրել, դարձնելու են վերնագրեր, բայց բացարձակ լռություն, այսինքն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործակալը Նայիրի Հունանյանը զենքը ձեռքը վերցրած գնում մտնում է ազգային ժողով, հայտնվում է երկրի վարչապետի կողքը, սպանում է նրան եւ դա ոչ մի լրագրողի չի հետաքրքրում, այն հանգամանքը այս պրիզմայով ոչ մի լրագրողի չի հետաքրքրում։ Ոչ մի հարցադրումներ, բացարձակապես։ Ազգային ժողովում ոչ մի ելույթներ, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների կողմից ոչ մի ելույթներ։ Իմիջիայլոց սա կարող էին շարքել եւ իշխանականները եւ ընդդիմադիրները։ Սպասումը կարող էր առաջանալ միամիտ մարդու ընդամենը մոտ։ Բացարձակ լռություն։ Իմիջիայլոց պիտի ասեմ, որ 99 թվականի հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը զբաղեցրել է նախարարական պոստը զբաղեցրել, նա եղել է ազգային անվտանգության ծառայության ներքին գործերի հետ նախարարության ղեկավարն է եղել եւ ինքը Հայաստանում չի եղել, իշքան գիտեմ, ինքը Հայաստանում չի եղել։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում երբ այսպիսի դարակազմիկ ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, Սերժիկը Հայաստանում չի լինում։ Երբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով նրանց գործակալների միջոցով իրականացվում էր ՊՊՑ գնդի գրավումը, Սերժիկը էլի Հայաստանում չէր, նա գնացել էր Ղարաբաղ։ Հիմա այս թեման մատնվեց լռություն։ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն եւս մեկ անգամ այս թեմային անդրադառնանք, ազգային անվտանգության ծառայության գործակալ Նայիրի Հունանյանի դեմը սկսում են զարմանալիորեն բացվել դռները, բոլոր դռները ընդհուպ միջև հասնում է նա Վազգեն Սարգսյանի կողքը։ Հələ երկու հատ ռագատկա վերցրեք, հարգելի բարեկամներ, կամ պարսատիկ եւ փորձեք գնալ հասնել Ավինյան Տիգրանի կաբինետ։ Տեսնեմ կստացվի ձեզ մոտ։ Հələ երկու հատ փոքրիկ քար վերցրեք եւ փորձեք գնալ հասնել Մեհեր Գրիգորյանի կաբինետ։ Հələ երկու հատ փոքրիկ փայտ վերցրեք եւ փորձեք գնալ հասնել, չեմ ասում վարչապետի, այսպես կոչված 16-րդ վարչապետի։ Գնացեք, հասեք Ռուբեն Ռուբինյանի մոտ, տեսնեմ կկարողանաք, բայց Նայիրի Հունանյանը կարողացել է զարմանալիորեն բոլոր դռները սկսել են այս ազնվորության դեմը բացվել։ Սա չի հետաքննվել այս հայտարարությունը։ Հայտարարությունը արել է հիմնվելով քրեական գործի նյութերի վրա Դեմիրճյանի ընտանիքի փաստաբանը, ոչ թե լրագրող է արել, ոչ թե բլոգեր է արել, ոչ թե քաղաքական գործիչ է արել, այսպես կոչված, այլ կոնկրետ այդ գործի նյութերին ծանոթ մարդ։
Անցնում է 20 տարի։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում մասշտաբային մի մեծ ռեալիթի շոու, խաբեություն, միլիոնավոր մարդկանց սկսում են օգտագործել որպես մասովկա, 10-րդ դասարանի, 11-րդ դասարանի աշակերտներին դպրոցներից հանել են տալիս, փողոց փագել են տալիս, որպեսզի հետո տանեն մտցնեն Աղդամներում եւ Ջաբրայելներում, հիմնականում Ջաբրայելներում բայրակթարների տակը ու հետո պետությունը այդ տղաներին ճանաչի օկուպանտ խուժան։ Սա եղել է մի մասշտաբային մեծ դավադրություն, հանցագործություն ընդդեմ հայ ազգի։ Կազմակերպիչները, ուզում եք կազմակերպիչներին իմանաք, ձեզ թվում է ԿՊ-ն է սա արել։ Այդ ԿՊ, այդ տարերը, երկու տարերը մանտրայի պես կրկնող ուբլյուդեկներին ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել 17 թվականին կուսակցությունը լուծարվել է փաստացի։ Եվ այն ինչ որ տեղի է ունեցել էլի ազգային անվտանգության ծառայության գործակալների միջոցով։ Ուզում եք գործակալի անուն իմանալ, հիմա ասում եմ Արարատ Միրզոյան։ Ձեզ թվում է Արարատ Միրզոյանը միակ գործակալն է այդ ողջ անսամբլում։ Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չի եղել գործակալ, Արայիկ Հարությունյանը չի եղել գործակալ, Արմեն Գրիգորյանը անվտանգության խորհրդի գործակալ չի եղել, չէ՞։ Հիմա այս հարցը մերի բարձրացնում, այս թեման քննարկվել է ընդդիմադիր լրատվականներում, այս թեման քննարկվել է պարլամենտում, իհարկե ոչ։ Ամեն ինչի մասին կխոսեն, ամեն ինչի մասին մինչև Աննայի ներքնազգեստը, այդ ընդդիմադիր պոռնիկները ամեն ինչի մասին կխոսեն Կարապետյան Սամվել, լավ է գնայր գետինը մտներ, քան թե դու մտել ես այս խաղի մեջը։ Դու ամորալ սարիկա ես, ընդհանրապես Սերժը ում հետևում կանգնած է, ինքը դառնում է այդպիսին։ Ամեն ինչի մասին կխոսեն, ամեն ինչի, Նիկոլի ատամներից սկսած, Էդգար Ղազարյանները Նիկոլի ատամներից սկսած մինչև Աննայի ներքնազգեստ հանրային դաշտում կքննարկեն, բայց այս թեմաներին վերաբերյալ կպայեն բացարձակ լռություն։ Հիմա այս հարց եմ ուզում տալ, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, եւս մեկ անգամ, քեզ զեկուցել է Գորիկ Հակոբյանը 2007 թվականին, որ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ է, թե չէ։ Երբ որ Ռիփսիմե Ջեբեջյանը հարցնում է Կարլոս Պետրոսյանի մասին, արդար ձևով ասում ես, որ այն ժամանակ Կարլոս Պետրոսյանի ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ Նիկոլը ով էր, որ ինձ զեկուցեին, ճիշտ եք ասում, պարոն Ռոբերտ, շատ ճիշտ է։ Իսկ 2007 թվականին էլի Նիկոլը ով էր։ Այս հարցը չի տալիս լրագրողը, որովհետև գնում է արդեն Սերժի տակը։ Այս հարցը հերթական անգամ ես եմ տալիս։ Զեկուցել են ձեզ, որ այս անձնավորությունը, որը Հայաստանի պատմության, երրորդ հանրապետության ամենաընդդիմադիրն է եղել է ԱԱԾ գործակալ։ Սա մեծագույն սկանդալ է, սա պատմության մեծագույն սկանդալն է։ Ինչու չի քննարկվում այս հարցը։ Այս հարցին ինչու չես պատասխանում, պարոն Ռոբերտ։ Հիմա իմ մատնանշած հարցերը չի քննարկվում, այդ թվում ազգային ժողովում։ Երբ որ ես այսպիսի թեմաների մասին խոսում եմ 5-րդ ալիքում, քո կամ քեզ հետ աֆիլացված լրագրողներն ու խմբագիրները մեկ ժամանոց հարցազրույցից ուղիղ կտրում էին։ Ինչու՞։ Տուն եք պահում, պարոն Ռոբերտ, չի կարելի այս թեմաների մասին խոսել։ Սերժի մասին չեմ խոսում, այս ամեն ինչը կազմակերպել է ինքը։ Այս ամենի գլխին կանգնած է ինքը։ Պարոն Ռոբերտ, եթե դեպուտատը կուսակցական է եւ դեպուտատը ազգային անվտանգության ծառայության գործակալ է, հիմա ինքը ում է ենթարկվում իրականում։ Կուսակցությանը թե ազգային անվտանգության ծառայությանը։ Քո ցուցակում քանի ԱԱԾ գործակալ կլինի։ Հիմա դիցուկ, եթե Իշխան Սաղաթելյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ է, ինքը ում է ենթարկվում։ Ֆրակցիային թե ազգային անվտանգության ծառայությանը։
Հիմա օրինակ Արթուր Խաչատրյանը, եթե ազգային անվտանգության ծառայության գործակալ է, ինչու եմ ասում սրանց, այն անձնավորությունը, ով զբաղեցնում է ընդդիմադիր հարթակը եւ չի խոսում իմ բարձրացած հարցերի վերաբերյալ, առաջին հայացքից, երկրորդ հայացքից գտնվում է ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ, ուրիշ պատճառ ես ուղղակի չեմ գտնում։ Թե ինչու են լռում այս հարցերի վերաբերյալ։ Հիմա այդ անձինք ԱԱԾ-ին են ենթարկվում, թե խմբակցությանը, թե քեզ։ Պիտի հիշեցնեմ ժողովրդին, որ իրականում որևէ դեպուտատ ոչ ԱԱԾ-ին պիտի ենթարկվի, որևէ դեպուտատ նույնիսկ իր կուսակցական բարձրագույն այդ մարմնի ղեկավար մարմնի որոշումներին պիտի չենթարկվի, ինքը պիտի գործի միայն ու միայն իր խղճի եւ համոզմունքների շրջանակներում, սա սահմանադրական նորմ է, բայց հələ խիղճ համոզմունք դնենք, սրանք ոչ խիղճ ունեն, ոչ համոզմունք ունեն։ Հիմա այս անձինք իրականում ում են ենթարկում։ Նույն հարցը վերաբերում է Տաշիշ Սամվելի։ Քանի ԱԱԾ գործակալ կա քո թիմում։ Քո թիմը կաշկանդված չէ քեզանով։ Ազատ մարդկանց ես հավաքի դարձրել դեպուտատ Սամվել Կարապետյան եղբայրը ասում է, թուրքի դեմ պայքարի դրոշը վերցրել են, ուզում եմ հիշեցնեմ, որ Սերժիկ Սարգսյանը երբ տղաների մարզաշապիկների վրայից հանել էր տալիս Արադ Լերան նկարը, քո եղբայրը Սերժիկի աշխատակազմի ղեկավարն էր Կարեն Կարապետյանը, չէ՞։ Բայց հիմա թուրքի դեմ պայքարը դարձրել եք դրոշ։ Դու թուրքերի հետ առևտուր չես արել, կոմերցիոն հարաբերություններ չես ունեցել, ընդհանրապես թե վախտը եկել է, հիմա այսպես է պետք։ Ասում է, եթե այսպես շարունակվի, եղբայրը մենք կսկսենք խոսել եւ խոսում է, ասում է դաչան մենք ենք սարքել։ Լսեք, այս ամենը մի օր ավարտվելու է։ Ձեր սարքած համակարգը մի օր փլուզվեց։ Նիկոլ, դու լուրջ մտածում ես, որ Սերժի սարքած համակարգը հավերժ է։ Լուրջ մտածում ես, որ այս համակարգը Սերժի սարքած հավերժ է։ Խոսում եմ հանցագործությունների մասին, որի մեջ թաթախված է, եւս մեկ անգամ պիտի հիշեցնեմ, հարգելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, այս իբրև թե սուր հարաբերությունները, 30 միլիոն դոլար Արցախի լուծարումից հետո Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին 30 միլիոն դոլարի լավություն է արել։ Այդ ինչպես է ստացվել։ Այդ ինչու Փաշինյան Նիկոլ ինձ չարեցիր 30 միլիոն դոլարի լավություն, բայց արեցիր Սամվել Կարապետյանին։ Ազգի բարերար էր դրա համար, ասում ես եկեղեցու համար եմ պայքարում, եկեղեցու համար պայքարող։ Դու տեղյակ ես, որ եկեղեցու ավանդույթները խախտում են 1000 ամյա մեկ այլ օլիգարխ։ Տեղյակ ես։ Բա որ տեղյակ ես, ինչու ձեն չես անում։ Այս ամենը ֆարս է, հարգելի բարեկամներ, սրանց սուր հարաբերությունները, հիմա կգնան պարլամենտ, կսկսեն այնտեղ իրենց կապիկությունը անել, հանձնաժողովների նախագահներ պիտի ընտրեն, փոխնախագահներ պիտի ընտրեն, ազգային ժողովի փոխնախագահ պիտի ընտրեն, ես օրինակ չեմ պահանջում, բայց ես շատ կցանկանայի, որ ազգային ժողովի փոխնախագահ լիներ Ղազարյան Էդգարը։ Սազում է, էլի Ռուբեն Ռուբենյան, Վագն Ալեքսանյան ու մոր հասեին, ինչ ասես չէ, հաչում Էդգար Ղազարյանը, եւ Էդգար Ղազարյան կսազի հայոց պարլամենտին, հայոց ցիրկին կսազի։ Փաշինյան Նիկոլ, բա պայքարում ես իբրև թե Կարապետյան Սամվելի դեմ, այդ քո լրատվամիջոցները կոմբայնի վերաբերյալ խայտարակությանը ինչու չանդրադարձան Փաշինյան Նիկոլ։ Կարապետյան Սամվել պայքարում ես իբրև թե Փաշինյան Նիկոլի դեմ, տասնյակ կոնկրետ հանցագործությունների մասին եմ խոսել, որում թաթախված է Փաշինյան Նիկոլը, բա այդ քո լրատվականները ինչու չանդրադարձան այդ ամենի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը եկավ մասնակցեց բանավեճին, զարմիկնել դեմը վեր էր ընկած, բայց ինչու չխոսեց օրինակ նրա մասին, որ Հայաստանի արևմտյան հատվածում հարյուրավոր հեկտարներ անցել են թուրքերին։ Սրանց կառավարման օրոք Սերժի եւ Նիկոլ Փաշինյանի, բայց ինչու չխոսեցիր Կարապետյան Սամվել, չէր կարելի։ Սերժը կջղայնանար, բայց ինչ էր կարելի։ 60-ս մարտես այս սպիտակած մազերը
թողել էլ կապիկություն անելը կարելի է, այն էլ այս ողբերգության պայմաններում, երբ հոսել են հազարավոր տղեկի արյուն, հիմա կարելի է դա անել։ Մարդկանց արյունը շահարկելը կարելի է, որ միտինգներ եք անում, դուրս են գալիս բաները, խոսողները, սկսում են եռաբլուրից խոսել, մարդկանց հույզերի վրա խաղալ, ինչ հետ է գնան քեզ ձայն տան, որովհետև հաջորդ 5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանցագործությունները լեգիտիմացնելու այդ բարձր եւ պատվարժան գործը դրված է քո վրա, մինչև այդ դաշնակ մաշնակների վրա է դրված, հիմա էլ դու ես այդ էստաֆետը ստանձնել, դա կարելի է։ Իսկ իմ բարձրացրած հարցերը, որոնք դիտել են, կարդացել են միլիոնավոր մարդիկ, ես հիմա եթե գումարեմ, այդ միլիոնավոր տասնյակ միլիոնավոր դիտումներ է ունեցել։ Այդ այն ինչ ես գրել եմ եւ այն ինչ ասել եմ, դիտել են, կարդացել են, ունեցել են այդ ամենը միլիոնավոր դիտումներ, այդ ամենի վերաբերյալ չի կարելի խոսել։ Կարելի է միայն կապիկություն անել։ Այս ամենը կավարտվի, ես վստահ եմ։ Դա Աստված ես տեսնեմ ավարտը։ Դա Աստված տեսնեմ, թե ինչպես է ներքին գործերի նախարարը մտնելու պետական կամ հանրային հեռուստաընկերություն եւ պատրելու ի պաշտոն է ձեր կեղտոտ դեմքերը, ձեր կեղտոտ ամորալ դեմքերը եւ դրանից անմիջապես հետո կսկսվի կոնկրետ գործողություններ։ Սերժիկ, քո սարքած համակարգը փլուզվելու է։ Այս ամենի հիմքում դաշնակ, մաշնակ, այս ամենի հիմքում փողն է, այդ փողը մի օր ավարտվելու է։ Փողը մի օր ավարտվելու է։ Եվ հենց փողը ավարտվեց, հետը դու ես ավարտվելու, որովհետև դու մարդկանց շահագրգռում ես միայն ու միայն փողով։ Փող մյուս կողմից կոմպրոմատները, որը կա քո ձեռքում։ Ուրիշ շահագրգռելու գործիք դու չունես։ Փող եւ կոմպրոմատ։ Փողը ավարտվելու է։ Կոմպրոմատները չգիտեմ, բայց փողը մի օր ավարտվելու է։ Վստահաբար կարող եմ ասել, վստահաբար մի օր հայը ազատվելու է ձեզանից, ձեր դավադիր պառոդից, ես ձեր տիրոջ մերը